Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը գնում է Ստամբուլ դաբրո ստանալու Ռեջեփ Տայիպ Էրդողանից։ Հարգելի հեռուստադիտողներ, Նիկոլ Փաշինյանը երբ որ զբաղվում էր լրագրությամբ, կամ գոնե ասում էր, որ ինքը զբաղվում էր լրագրությամբ եւ երկար տարիներ դա անում էր Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներից մեկի ֆինանսավորմամբ, նա քանիցս անդրադարձել էր Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերություններին եւ քանիցս ծաղրում էր այնպիսի մի երևույթ, որը տարածված էր հայկական քաղաքական խոսույթում, ինչպիսին էր ռուսական դաբրո կամ դաբրո Մոսկվայից, բայց արձանագրենք, որ իշխանությունը ստանալուց 7 տարի անց Նիկոլ Փաշինյանը գնում է Ստամբուլ Ռեջեփ Տայիպ Էրդողանից քաղաքական դաբրո ստանալու համար։ Նիկոլ Փաշինյանին այցը Ստամբուլ անհրաժեշտ է մի քանի պատճառներով, եկեք առանձնացնենք դրանցից առնվազն երկուսը։ Հարգելի հեռուստադիտողներ, մոտենում են ընտրությունները Հայաստանում, կարևոր չէ հերթական թե արտահերթ ընտրություններ, նախընտրական ցիկլում Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է վերահաստատել աշխարհաքաղաքական աջակցությունը, որը նա ունի պաշտոնական Անկարայից։ Ինչու ենք ասում վերահաստատել։ 2021 թվականի փետրվարին, երբ որ Օնիկ Գասպարյանի գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Թուրքիայի ուղիղ միջամտության արդյունքում Նիկոլ Փաշինյանը կարողացավ պահպանել իր իշխանությունը, հետագայում նաև վերարտադրվեց։ Դրանից հետո աշխարհաքաղաքական իմաստով Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ Թուրքիան դառավ փայատեր եւ հիմա քանի որ մոտենում են խորհրդարանական ընտրությունները կա անհրաժեշտություն վերահաստատելու Թուրքիայի աշխարհաքաղաքական աջակցությունը 21-ին թուրքերը աջակցեցին Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը, 22-ին նա Արցախը հանձնեց Ադրբեջանին, կարող եք պատկերացնել, չէ, թե ինչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը վերահաստատի Թուրքիայի աջակցությունը Ստամբուլում, եթե կարողանա վերարտադրել իր իշխանությունը, ապա ինչ է պահանջելու Թուրքիան այս պայմաններում, սրան մենք առանձին կանդրադառնանք։ Երկրորդ կարևորագույն պատճառը, ինչու է Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ գնալ Ստամբուլ, կայանում է հետևյալում. Նիկոլ Փաշինյանը ունի ակնհայտ ձգտում ինստիտուցիոնալ առումով ոչնչացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, որով ավարտվեց 44-օրյա պատերազմը հայտարարություն, որի միջնորդը, որի հարթակում եկեք այսպես ձևակերպենք ստորագրվեց այդ հայտարարությունը Ռուսաստանի Դաշնությունն էր։ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտություն ունի ոչնչացնելու այդ հայտարարությունը, վերջնականապես դուրս մղելու Ռուսաստանի Դաշնությանը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին վերաբերվող բանակցային գործընթացից, դա իր հերթին արդեն ինստիտուցիոնալ հիմքեր կստեղծի, վերջնականապես դուրս բերել Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության տարածքից, առաջին հերթին այստեղ խոսքը գնում է ռազմական ներկայության մասին, այսինքն հաջորդիվ գալու է ռուսական ռազմաբազայի եւ սահմանապահների հերթը։ Թուրքիայում շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ կախվածության մեջ է Ռեջեփ Տայիպ Էրդողանի կամքից կամ տրամադրությունից, ինչպես կուզեք այստեղ մեկնաբանեք, դա իր հերթին նշանակում է, որ թուրքերը շատ լավ է ամեն ինչը հասկանալով կարող են Նիկոլ Փաշինյանի առջև պահանջների մի ստվար զանգված դնել, մի մեծ փաթեթ առաջադրել, որոնք կարող են լինել այդ պայմանները սահմանադրական փոփոխություններ, Զանգեզուրի միջանցքի տրամադրում, ադրբեջանցիների բնակեցման պայմանների ստեղծում Հայաստանի Հանրապետությունում, պարտավորություններ ռուսական 102 ռազմաբազան եւ սահմանապահներին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բերելու վերահաստատում Կարսի պայմանագրի 1921 թվականի ատոմակայանի փակում, բանակի արդիականացման խոչընդոտներ կամ այսպես ձևակերպենք պարտավորություն, որ Նիկոլ Փաշինյանը չի արդիականացնի բանակը, քանակը զինված ուժերի եւս կկրճատվի, այս ամենը թուրքերը իսկապես կարող են Նիկոլ Փաշինյանին պահանջել Նիկոլ Փաշինյանից, ասելով, որ դրա փոխարեն մենք քեզ կտանք ինչ-որ մի փաստաթուղթ, որով դու կգնաս եւ ընտրողների առջև մուրճի փոխարեն արդեն այդ փաստաթուղթը կներկայացնես եւ կասես, որ ես ձեզ բերել եմ խաղաղություն։ Առնվազն այս ամենի համար է անհրաժեշտ Նիկոլ Փաշինյանին մեկնել Ստամբուլ եւ փորձել ինչ-ինչ պայմանավորվածությունների գալ Թուրքիայի իշխանությունների հետ։ Եթե շատ անկեղծ լինենք, ապա շատ նեղանալու բան է Թուրքիայից եւ Ադրբեջանից մենք ունենք այն տրամաբանությունից ելնելով, որ
իրենք կյանքի են կոչում իրենց պետությունների համար անհրաժեշտ ծրագրերը, իրենց անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լուծարվի, առավել եւս անհրաժեշտ է, որ դա անեն հայերը իրենց իսկ ձեռքերով։ Իրենք զբաղված են այս ծրագրով, իսկ Նիկոլ Փաշինյանը այստեղ քաղաքական ռեպրեսիաներ է իրականացնում։ Մենք նաեւ ականատես եղանքներ են, թե ինչպես կալանավորեց Նիկոլ Փաշինյանի դատարանը, բարերար գործարար Սամվել Կարապետյանին, նախորդին Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը բավականին դիպուկ գրառում էր արել, նշելով, որ Քրքորյանի բախտը բերել է, որովհետև եթե նա ողջ լիներ, միգուցե Նիկոլ Փաշինյանը եւ Վահագն Ալեքսանյանը նաեւ Քրքորյանին կալանավորեին։ Ինչևէ, արձանագրենք, որ իրողություններն այնպիսին են, ինչպիսին իրենք կան եւ Թուրքիան եւ Ադրբեջանը մաքսիմալ փորձելու են քամել հնարավոր բոլոր օգուտները ստեղծված իրավիճակից Նիկոլ Փաշինյանի իշխանությունից։ Այստեղ նաեւ ամփոփելով մեր զրույցը պետք է հերթական անգամ հետեւել հարցին անդրադառնանք։ Հարգելի հեռուստադիտողներ, չի հասկանում Նիկոլ Փաշինյանը ինչ է կատարվում։ Հասկանում է, կարող է դիմադրել Փաշինյանը, միգուցե կարող է, բայց նա դրա ցանկությունն էլ չունի, բայց այստեղ հարց է առաջանում, լեգիտիմ հարց։ Ինչու Նիկոլ Փաշինյանը դա չի անում, ինչու նա չի դիմադրում։ Շատ պարզ, Նիկոլ Փաշինյանի կատարածը Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ այնքան մեծ է, դրա ծավալն այնքան մեծ է, որ ազատությունը եւ ունեցվածքը փրկելու համար Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է մի իրավիճակ, երբ որ չի լինի հայցվորը, որը կարող է իրեն պատասխանատվության ենթարկել։ Հայցվորը այս պայմաններում Հայաստանի Հանրապետությունն է։ Դրանով է պայմանավորված մի շարք գործընթացներ, որի ականատեսը մենք բոլորս լինում ենք, նաև այդ հարցերի կարգավորման համար է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է Թուրքիա Ռեջեփ Տայիպ Էրդողանի դաբրոն ստանալու համար։ Մտածեք այդ մասին։